Դուրս են գալու։ Թունդ վիճում են իրավապահներն ու Առինջ մոլի աշխատակիցները, ավելի քան 3 ժամ լարվածությունը չի թուլանում։ Առինջ մոլի առևտրականները ի նշան բողոքի ուզում են փողոց փակել, ոստիկանները կենդանի պատ կազմած արգելում են։ Ճամփա փակելու, դա մոռացեք, չեք ելնելու ճամփա փակել։ Ճամփան փակելը մոռանալ տալու համար են ցուցարարներից մի քանի անգամ շատ ոստիկաններ հավաքվել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող առևտրի կենտրոնում։ Ապշում են զայրացած աշխատակիցները։ Նրանց խոսքով մոտ 200 ոստիկան, այդ թվում սև բերետավորներ են գործուղվել առևտրի կենտրոն։ Առինջ մոլի կապարակնքված տաղավարներից մեկի աշխատակցի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ 40 րոպե չգաշ տապօգնությունը։ Փոխարեն 15 մեքենա ոստիկանություն։ Զգացի, որ ճոճվելով գնում եմ, բերել եմ ներս, առաջօգնությունը տվել ենք, դեղեր տվել ենք, բայց դե զգացինք, որ ավելի է գնալու վատամ, քանի որ սուր նևրոզ ունի, իրեն էլ ճանաչում ենք, դրա համար շտապ օգնություն կանչեց։ Երկուշաբթի Առինջ մոլի վաճառականների հանգստյան օրը 26 տաղավար են կապարակնքել քննիչները։ Մարդիկ հաջորդ օրը փակ տեսնելով իրենց առևտրի կետերը անակնկալի են եկել, ինչու որևէ ծանոթում չեն ստացել քննչական մարմնից։ Երեքշաբթի օրը եկել ենք աշխատանքի, տեսել ենք տաղավարների 26 տաղավար կապալակնքվել է եւ ոչ մի պատասխան չունենք, ոչ մեկ ում հարցնում ես, ոչ մենք չգիտենք թե ինչի համար է փակվել, տարբեր վարկածներ կա, տաղավարի տերերն էլ եկել են մեզ մոտ, մենք պատասխանել ենք, որ կներեք չենք իմանում ինչումն է հարցը, որովհետեւ ոչ մի իրազեկում չի եղել, ոչ մի ծանոթում չի եղել։ Փակված տաղավարների աշխատակիցներին հորդորում են տեղավորվել մյուս բաց տաղավարներում։ Մեզ ասել են միակ բանը այս բանը, որ կարող ենք ձեզ առաջարկել, կարող եք մի քանի խանութներով հավաքվել, որ մենք գանք բացենք ձեր ապրանքները հանեք խանութներից։ 26 տաղավար կապարակնքելուց բացի Առինջ մոլի գլխավոր մուտքն են փակել իրավապահները, տպավորություն ստեղծելով, թե առևտրի կենտրոնը չի գործում։ Առինջ մոլի մի քանի աշխատակցի իրավապահներն ասել են, թե տարածքով անցնող բարձրավոլտ հոսանքի լարերը վտանգավոր են մարդկանց կյանքի համար։ Սյուները եղել են տարիներ շարունակ եւ շուկան գործել է տարիներ շարունակ։ Հիմա այդ նույն բարձրավոլտը անցնում է նաեւ հենց այս փողոցի վրայով։ Եթե դա վտանգավոր է, թող այս փողոցն էլ փակեն, մեքենա չանցնի։ Եթե պատճառաբանում են այդ բարձր հոսանքը, անդե շինարարություն է այդում, այդ հոսանքը չի խանգարում իրանց։ Ավելի ուշ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հաստատում է. տաղավարները կնիկվել են, քանի որ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ եւ այդ տաղավարների շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար։ Շատ բաներ իրար զուգադիպում, այդ կամ մի բան։ Առինջ մոլում պատահական չեն համարում, որ էլեկտրալարերի մասին քննչականը հիշել է Գագիկ Ծառուկյանի դեմ արշավի թեժ պահին։ 2018-ին, 2021-ին եւ 2026-ին Փաշինյանին ընտրած վաճառականները չեն հասկանում, ինչու է իրենց վատություն անում, իրենց սիրելին։ Սարերու ձորեր էր խոստանում 18 թվից, սարերու ձորեր է խոստանում ժողովրդին։ Բա օգնեք, աջակցեք, մի փակեք։ Գոնե մի խոչընդոտեք, լավություն չեք անում, վատություն էլ մի արեք։ Հիմա եկել ենք սենց կանգնել ենք, մեր օրվա աշխատավարձով է տալու, որ տանենք երեխաներին պահենք։ Այս մի ամիս առաջ եք Փաշինյանին ընտրել։ Ընտրել ենք, շատերս ենք ընտրել, շատերս ենք ընտրել։ Այո, դե որովհետև գործող վարչապետ է եղել, մտածել ենք, որ թող լավ լինի երկրի համար, որովհետև խոստումները շատ մեծ են եղել։ Առինջ մոլում խոստանում են ավելի կտրուկ քայլերի դիմել, եթե կորցնեն աշխատատեղերը։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։